բավականին դեռ բարդ հարաբերությունների ժամանակ կա միջնորդ, որը հայտարարել է քրիստոնեության պաշտպանությունը, քրիստոնյաների պաշտպանությունը եւ այլն, ու ես կարծում եմ վերին աստիճանի տեղին է, որ այսօր այս հավաքը եկել են մարդիկ, որ հայտարարեն Վենսին իլուր, որովհետև այսպես թե այնպես, եթե այստեղ տասնապատիկ էլ կանգնած լինեն, շնորհիվ ձեր այսպես միջամտության, ինչի համար ես շնորհակալ եմ, լուրը հասնելու է։ Եվ ես կարծում եմ, որ այս սին միայն հույսեր չեն, որովհետև մենք պարտավոր ենք, պահանջենք տվյալ դեպքում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, որ իրենք տեր կանգնեն իրենցից կասկած խոսքերի։ Դրա համար ես կարծում եմ մենք երկու ելք ունենք, եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման դա մշտական իմ աքսիոմատիկ հայտարարությունն էր, այն ինչ որ չի անում իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Ստեղ մի խնդիր կա, հիմնավոր կասկած ունեմ, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում, այլ հիմնական խոչընդոտն է այդ անձանց բերելու Հայաստան եւ տվյալ դեպքում թե ինչպես իրավական լուծում կստանա, դա է խնդիրը։ Եվ այո տեղին է մենք այսօր բարձրաձայնենք հենց պարոն Վենսի ականջին, որ մենք պահանջատեր ենք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետություն օրվա իշխանությունը ինչ-որ դժվարություններ է տեսնում, եթե Ադրբեջանի հանցագործ իշխանությունը չի գտնում, որ դա պետք է տեղի ունենա, ապա հասարակությունը պետք է տեր կանգնի։ Ես կարծում եմ դա լրիվ տրամաբանական է։ Այս ձևաչափով եք պատրաստվում միայն այս ձևաչափով թե ոչ, նայեք, ընդհանրապես եթե մենք վերցնում ենք տվյալ դեպքում մի դրվագ է արցախցիներին վերաբերող, մենք չենք խոսում ընդհանրապես, մենք խոսում ենք Արցախում քաղաքական պատանտության մեջ հայտնված անձանց մասին։ Ես տեսեք, իհարկե կարող եմ առանձնացնել բոլոր այդ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ես ծանոթ եմ բոլորի հետ աշխատել եմ, բայց իմ սիրտը ցավում է ցանկացած մեկի համար, որովհետև իրենք բոլորը հայտնվել են Հայաստանում, կրկնում եմ, որպես քաղաքական պատանդ։ Եվ մենք տեսել ենք այդ 4 հոգու վերադարձը, որը տեղի է ունեցել, այսինքն Ադրբեջանից այստեղ, թե այդ ինչ կեղտոտ ու արյունոտ քաղաքական խաղ էր։ Փաստորեն համաշխարհային պրակտիկան չկա այդպիսի բան, որ միջազգային տերորիստներին ընդհանրապես դիտարկեն ինչպես այսպիսի գործընթացների, այսպես ասած, անձանց։ Բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել։ Չի բացառվում, որ այսօր դեռ շուտ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի պետք է ունենան ընտրությունները, եւ չի բացառվում, որ որոշ մարդկանց եւս կվերադարձնեն զուտ քաղաքական շատ կներեք էժանագին այդպիսի ակցիաների միջոցով։ Մենք այստեղ ենք, որ հստակեցնենք, որևէ մի քաղաքական մեծ աստար չունի այս գործը։ Սա նախ եւ առաջ մարդասիրական իրավունքի պահանջ է եւ երկրորդը ոչ թե քաղաքական, այլ աշխարհաքաղաքական մակարդակով բարձրացնել մեր ձայնը։ Մենք բանտարկյալներ ունենք նաև Հայաստանի Հանրապետության ներսում։ Ինչ եք կարծում, Ջեյդի Վենսը, Միացյալ Նահանգների փոխնախագահը կհանդիպի արդյոք ամենայն հայոց կաթողիկոսի հետ եւ դա ինչ նշանակություն ունի։ Կասկածում եմ, գիտեք, խիստ կասկածում եմ, որովհետեւ Ամերիկայի նախագահը շատ բարձ ազնվորեն ասել է, ինչ անում են իրենք, անում են դիտելով եւ բխեցնելով դա ԱՄՆ-ի շահերից։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի շահերից անմիջապես բխում է տվյալ դեպքում մեր վեհապարի հետ հանդիպումը։ Այն, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, դա հենց իրենք իշխանություններն են հաստատում, այն հայտարարություններով, այն շինծու գործերով, եւ ես մի անգամ չի որ ասել եմ, այնտեղ որտեղ չի հասնում Էրդողանի եւ Ալիևի ձեռքը, այդտեղ մտնում է գործի մեջ Հայաստանի օրվա իշխանությունը։ Այսինքն հասկանալի է, որ ոչ Ալիևը, ոչ Էրդողանը չի կարող սկսել հայ եկեղեցականների դեմ այս խայտարակ ամոթալի այս արշավը։
եւ դա արվում է օրվա իշխանության ձեռքով։ Արդյոք մենք չպետք է իրենցից պահանջենք, ասենք ինչ կա, չէ, մենք պետք է միշտ պահանջենք, դատապարտենք այդ գործողությունը, ամոթանք տալը իզուր եմ համարում, իրենք չունեն այն մարմինը, որով որ ամաչում են, դրա համար կարծում եմ, որ պահանջատիրությունը ամենաճիշտ եւ տեղին մի ձև է մեր բողոքը հայտարարելու։